Բացի դրանից ռեֆլեքս սինկոպեներին շատ կարևոր է ճանաչել եւ ժամանակին կանխարգելել, որովհետեւ հաճախ պացիենտը զգում է, որ շուտով գիտակցությունը կկորցնի, դա իր մոտ արտահայտվում է աչքերի առջև վարագույրի զգացողությամբ, միգուցե քրտնարտադրությամբ, միգուցե սառը քրտինքի զգացողությամբ, ինչ-որ տեղ գլխապտույտով, թուլությամբ, վերջույթներում հատկապես արտահայտված թուլություն են ունենում եւ զգում են, որ շուտով գիտակցությունը կկորցնեն եւ ընկնում են։ Այսպես կոչված այսպիսի պրոդրոմալ իրավիճակներում կարևոր է, որպեսզի բուժառուն կամ կողքին գտնվող ինչ-որ մեկի ձեռքը բռնի, կամ նստի, կամ պառկի, որպեսզի չընկնի եւ կոտրվածքներ չստանա։ Եվ սովորաբար նման միջոցառումների միջոցով հարցը մեծ մասամբ լուծվում է, սակայն որոշ ավելի պերսիստենտ դեպքեր կան ռեֆլեքս սինկոպեների, երբ արդեն խորհուրդ է տրվում դեղորայքային միջամտություն, որի մեջ մտնում է միդոդրինը կամ ֆլուդրոկորտիզոնը, սրանք դեղորայք են, որոնք օգնում են բարելավել արյան տոնուսը եւ կանխարգելել կտրուկ ճնշման անկումները, որի արդյունքում կարող է տեղի ունենալ ռեֆլեքս սինկոպեն։